Ասել եք, հայտարարել եք, հողերը շփշփալով գալու եք տալու։ Տալիս եք, ստացվում է, թե խանգարող։ Շփշփալով ստորագրում ենք, ուրեմն մարդկանց ենք հատուկ ընդգրկել, որպեսզի հսկայական կուտակված է, ուրեմն արդեն սկսված է, իրոք գնում է գործընթացը առաջ։ Եվ գրություն ենք ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին, գրություն ենք ուղարկել ֆրակցիաներին, ազգային ժողովին, որ ես ասում էի, Գյումրու քաղաքապետարանի քաղաքապետի որոշումները պտտվում է 3 տեղ։ Ցավոք սրտի 12 տեղ է պտտվում։ Հիմա նայում ենք 12 տեղ է պտտվում։ Ինձանից հետո ավելի են ավելացրել։ Ուրեմն հիմա պետք է մինչև այդ սկզբունքը, ուրեմն իրենք չթեթևացնել այդ թղթավարությունները։ Այսինքն պատկերացրեք, քաղաքի հադագագիծը կա, որը մասնագետների կողմից հաստատվել է։ Հետո բացի դրանից այդ մասնագետների ուրեմն հաստատվածը նորից պետք է ինչ-որ նախարարությունները հաստատեն։ Սա աբսուրդ է։ Սա անհասկանալի հակասահմանադրական ինչ-որ մի որոշում է։ Բայց հիմա մենք այդ սկզբունքով աշխատում ենք, շատ դժվարությամբ ենք աշխատում, իրոք օրենքը մեզ թույլ չի տալիս, որ աշխատենք։ Հետո ասեմ, որ Գյումրու նկատմամբ ավելի ամենախիստ պայմանները ուրեմն Գյումրու նկատմամբ է արված։ Մնացած քաղաքները այդպես չեն, ասեմ ձեզ, Գյումրին այսպես Ձերանձով եք պայմանավորվում։ Քո անձով եմ պայմանավորվում։ Ես եկել ստանձնել եմ այդպես, տղա ջան։ Ես եկել տեսել եմ այդպես։ Նախ ինչ որ եղել է 2009 թվականից իմ վերջի որից դուրս էի գալիս այդ ժամանակ արվեց, դրանից հետո շարունակական էլի են ավելացրել։ Հիմա մենք աշխատում ենք այդ պայմաններում, գրությունը ուղարկել ենք, հավանական է դիմացնել պետք է անպայման ֆրակցիաների հանդիպում կազմակերպենք։ Պարոն Ղուկասյան, սեր բերդներ են անցնելու, Ես անհատական ասում էին, որ ըստեյության անօրինական է ձեռք բերել նախկին քաղաքապետը։ Գիտեք մի բան ասեմ, ես մի բան եմ ձեզ ասում։ Ես Բանասարյան Սամվելին չեմ հարկում, բայց Սև Բերդը ինքը սարքել է։ Գիտեք ինչ կա, ինձ նոր ճիշտ է, պետք է ճիշտ է ասես։ Ինքը Սև Բերդը այդ ավիրվածությունը ինքը սարքել է։ Ուղղակի այնտեղ դիմացի կանաչ տարածքներն է մասնավորեցրել, բայց շենքը ինքը գնել է։ Ինքը գնել է անհատից, մասնավորից, անհատից ինքը գնել է, ես դա հստակ գիտեմ։ Ես իրեն էլ չեմ ընդունում, չեմ հարկում ընդհանրապես, իր ապրածը իմ նկատմամբ ինչ որ արել է, ես իրեն չեմ հարկում, բայց որ ճիշտ է, ճիշտն եմ ասում։ Նմանատիպ կառույց, որ կառուցել է հանրապետությունում չկա, այդ էլ ասեմ ձեզ, բայց այն դիմացի, որ կանաչ տարածքների մեջ շինություններ է կառուցել, այդ դրանք ուրիշ բան է։ Սա լինելու է բոլորի նկատմամբ, բոլորի, ոչ միայն Բալասանյանի։ Եթե ես սխալ եմ արել, իմ նկատմամբ էլ է կիրառվելու ու բոլորի նկատմամբ, իմ հետի աշխատողները բոլորը դա տեսնում են։ Նմանատիպ ավականու նիստեր, ամենայնտեղս մենք այստեղ գտնվող լրագրողներս երբեք չենք տեսել, միաձայն ընդունելով բոլոր հարցերը։ Ինչ է սա նշանակում, բոլորը, չգիտեմ, համակարծիք են, որոշեցին։ Դա գիտեք ինչից է գալիս այդպես։ Ես որ ներողություն 99 թվականին դարձա քաղաքապետ, ես հավականի չունեի։ Նախկին քաղաքապետերի բոլորը իրենց հետ էր։ Բայց բոլորը գալիս էին ու հստակ նորմալ գնում էր մեր աշխատանքը։ Դա հավանական է նրանից է, որ եկեղեցի որ մտնում աղոթք ես անում, ասում ես հայր մեր, չես ասում հայրի։ Այսինքն այդ որոշումները ոչ թե ինձ է առնչվում է բոլորին։ Եվ ԿՊ-ին, եւ ՀՀՇ-ին, եւ կոմունիստերին, եւ դաշնակներին, եւ մյուսներին, եւ քաղաքի ժողովրդին։ Եթե ամբողջ քաղաքին է առնչվում, ով պետք է դեմ քվարկի, ով պետք է ժողովրդին դեմ գնա, ով ժողովրդին դեմ կգնա, դուք եք ցուցադրեք, մենք էլ կասենք, որ տեսեք, այս մարդիկ քաղաքի զարգացմանը դեմ են։ Եվ ես գիտեմ, որ չի լինի մի կուսակցական պատկանելություն ունեցող անհատ, որ ասենք ժողովրդին դեմ գնա, իրենց ռեյտինգը դառնա, ես չգիտեմ, զերոյական մակարդակի։ Այդ սկզբունքն է, որ այդպես է։ Ղուկասյան, ԿՊԱ-ականները ազգային ժողովում վերջերս բարձրացրել էին ձեր անվտանգության հարցը, հաշվի առնելով ձեր հայտարարությունը, որ ձեր դեմ մահափորձ է սպասվում, հələ այդ մտավախությունը առկա է։ Իրանք ինչ էին բարձրացրել, որից պաշտպանեն։ Վահագն Ալեքսանյանը ձեզ։ Աբրի Վահագ, վերջապես մի ճիշտ բան է անում։ Վերջապես մի ճիշտ հայտարարություն բերանից լսեցի։ Եթե հեգնանքով է ասել, ես չեմ էլ լսել ճիշտ ասած, եթե հեգնանքով է ասել, ես իրեն հեգնակով կպատասխանեմ։ Իսկ եթե ասել է իր խորոց սրտ է, շատ ճիշտ է արել, լավ է արել։ Մինչև 2007 թվականի մահափորձ կատարողների գործը չբացահայտվի,
4 հոգի մահացած հզոր տղեկի գործը չբացահայտվի, իմ նկատմամբ եւ փոխքաղաքապետի նկատմամբ այդ մարտահրավերությունը չբացահայտվի, միանշանակ վտանգը կողքդ կանգնած է հիմա, քո կողքն է կանգնած։ Իրանք մեզ լսում են, Պարոն Ղուկասյան, աշխատավարձերի հետ կապված դուք հայտարարել եք, որ աստիճանական Հիմա բարձրաձայնում եմ հաջորդ ամիս ավականունիստը լինելուց հետո 20%, 20-ից 30% բարձրանալու է բոլորի աշխատավարձը։ Բոլորի քաղաքապետարանի եւ ենթակառույցների, մշակույթի, կրթության, սպորտի, կոմունալի, կանաչապահ բոլորի աշխատավարձերը 20-ից 30%-ով արդեն ձևավորված է, բարձրանալու է։ Միջոցների հաշիվը կտեսնես որտեղից՝ գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի եւ ամփույթ աշխատանքի, որ արվել է նախկին տարիներին, պատկերացրեք 600-ից ավելի վարձակալության պայմանագրերից, որի ժամկետները անցել է 300-ն է, 300 է մնացել։ Մոտ 100 քանի միլիոն դրամ օդի մեջ է կախված։ Պատկերացրեք։ Ես չեմ ուզում վարկաբեկել հայտարարել, բայց հավատացեք, հիմա ինչ որ անում եմ, ուժերից վեր գործ ենք անում։ Մինչև տարվա վերջ էլի կբարձրանա, մինչև տարեվերջ։ Չէ, հաջորդ տարի նորից կբա։ Ես խոսք էի տվել 50% պետք է բարձրացնենք։ Հիմա 1-ից 20-ից 30% բարձրացնում ենք։ Դա մեծ բան է։ Աշխատակազմից խոսեցին վերջերս Facebook-ում հայտարարություն տարածվել այստեղ գոյություն ունեցող բաժնի պետի նշանակման մասին։ Խոսքը զբոսաշրջության բաժնի մասին է։ Սա ինչ բաժին է, ով նշանակել է Տուրիզմի բաժինն է։ Այսինքն չհասկացա ինչ ասեցիք։ Բաժինը չկար, բայց բաժնի պետ է։ Մեկը Facebook-ում նշել էր, որ Ես չգիտեմ այդպեսի բան։ Ես չգիտեմ այդպեսի բան չկա հավանական է դա ես այդպեսի բան չգիտեմ ով է ասել ինչ ասել, բայց ես գիտեմ որ ես նայել եմ այդպեսի բան չկա։ Պարոն Ղուկասյան, տեսեք նախկին ավականին որոշում ընդունեց դիմել վարչական դատարան Գյումրի նախկին քաղաքապետերի, այդ թվում նաև ձեր եւ Սամվել Պալասանյանի օրոք օտարված որոշակի գույք վերադարձնելու Քնարիկ Հարությունյանի հարցը հենց վերաբերում էր դրան։ Չգիտեմ, պատրաստվում եք սպասել դատարանի որոշմանը, թե հետ կվերադարձնեք, այսպես ասած ինքնակամ, ինչպես ինքը առաջարկեց։ Սատենիկ ջան, ուրեմն մենք այդ գույքը ինչ որ ձեռք ենք բերել, այդ գույքը հեչ կապ չունի այդ ձեր ասածների հետ։ Ուրեմն եթե այս քաղաքը չգիտի թե զբոսայգին գորկա այգին ով է պահել, ով է աշխատացրել մինչև այսօր, Օազիսը ով է սարքել, Սայատնովան ով է սարքել, եթե դրանով պիտի դուք մտածեք, որ դա գույքի հետ վերադարձնել է, ուրեմն դա ընդամենը շոու սարքել է, իրենց գողությունը պահելն է, իրենց այլանդակությունները պահելն է, գցում են մեկ ուրիշների վրա, ոնց որ հիմա լույսը սարքում են խավար, խավարը սարքում են լույս, այ եթե այդ սկզբունքով է, միանշանակ դա մեզանից հեռու է, դա մեր վրայով չի, մտածեք այլ տեղեր, որ չեք գնում, չեք հարցնում։ Պարոն Ղուկասյան, ձեր նախկին խոսնակի շուրջ տեղ ունեցող իրադարձությունների Իմ նախկին խոսնակը Լիլիթ Աղեկյանի մասին է խոսքը։ Ես միանշանակ պաշտպանում եմ Լիլիթ Աղեկյանին, միանշանակ։ Չնայած մենք իրար հետ չենք խոսում։ Ես ոնց որ դուրս եմ եկել քաղաքապետարանից, ուրեմն 13 տարի մենք իրար հետ չենք խոսացել։ Ես ասեմ ձեզ, որ շատ ցավում եմ այս պահին, որ ազատ աղջկան տարեք կալանավոր է։ Ինչի համար խոսքի ազատության համար։ Եվ նաև այդ կերպ Եվ գիտեք ինչ, ասեք, կարող է բաներ կա, որ չեմ ընդունել, ընդուp մարդ եմ ուղարկի ասել եմ, այդ քեզ սխալ ես պահում, այսպես պահի կամ այնպես պահի։ Այո, ես բաներ կա, որ չեմ ընդունում իրա արածից։ Բայց այդտեղ էլ բաներ կա, որ պետք է իրա կողմից էլ մեկ նայենք։ Ընդուp ինքը իմ ամենամոդիկի վրա բան է գրել։ Ամենամոդիկ, ինքը իմ ամենամոդիկ մարդկանցից մեկին դադի է տվել, ասեմ։ Մետրոպյան։ Չէ, Հասմիկին, իմ թիմի համար է շատերին բան է ասում, իմ թիմի համար է շատերին բան է ասում, բայց ես իրան սիրում եմ, ես իրա վրա շատ ամակ ունեմ, իրա սխալները ես համարում եմ, որ ես լավ չեմ իրեն զգաստացնել, եւ հավանական է ինքը որ դուրս եկավ, ինքը դուրս կգա անպայման, ես իրեն կզգաստացնեմ ավելի լավ կլինի, բայց ինքը որ լավ աղջիկ է, հայրենասեր աղջիկ է, ես իրան սիրում եմ, հարգում եմ, իմ
լավ աղջիկս է։ Դատապարտերի Իր այլ ցավը տանի Լիլիթից, դե գնացեք։ Բաղ կացան դատապարտերի չի կնոջը այդ գիշերազգեստով Խայտարակություն է։ Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր որ մասնակցել են ու մասնակից են եղել այդ գործընթացում։ Պարոն Ղուկասյան, դուք փաստաթղթերին արդեն ծանոթացել եք նախորդ իշխանությունների ու արդեն կան ինչ-որ բաներ, որ ինչ-որ խնդիրներ, խնդիրներ, որ պիտի Ինչ ասես կա։ Սպասեք։ Ինչ ասես։ Պարոն Ղուկասյան, երկու շաբթի քանիս է։